Ռոքը օգնում է Հայաստանին նախաձեռնության 30-ամյակը հնարավոր չէր լինի նշել առանց օժանդակողների, ինչ նշանակություն ունեցավ այդ նախաձեռնությունը Գյումրիի համար, այդ մասին մեր հաջորդ տեսանյութն է։ Rock Aid Armenian տոնում է 30-ամյակը, սա մի նախաձեռնություն է, որ սկիզբ առավ 1989-ին Սպիտակի երկրաշարժից 1 տարի անց եւ ուղղված էր աղետից տուժած բնակավայրերին օգնելու համար միջոցների հավաքագրմանը։ Այս նախաձեռնության ակունքներում լեգենդար ռոք երաժիշտներ Իեն Գիլանն ու Թոնի Այոմին էին։ Կատարված աշխատանքը ամփոփելու եւ ռոքը օգնում է Հայաստանին բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու հնարավորություն ընձեռել է գլխավոր հովանավոր ID բանկը։ Առանձնապես հայերի համար շատ կարևոր է լինել շնորհակալ։ Այդ լավ հատկանիշ է եւ ամենապայծառ հատկանիշներից է մարդու համար։ Առավել եւս երբ որ այդ վերաբերվում է կրթության ոլորտին։ Համաշխարհային ռոք աստղերին շնորհակալություն հայտնեցին նաև Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաները։ Իեն Գիլանը, Թոնի Այոմին 2009-ից 13 թվականներին տնակային պայմաններում գործող երաժշտական դպրոցի համար նոր շենք կառուցելու նպատակով բարեգործական համերգներ կազմակերպեցին ու նոր երգեր ձայնագրեցին։ Արդյունքը Քարաշեն երաժշտական դպրոցն է։ Մենք գործ ունենք ամբողջապես բարեգործական ծրագրի հետ։ Մենք գործ ունենք այդ բարեգործական ծրագրի հեղինակներին շնորհակալություն հայտնելու հետ եւ կարծում եմ այդ հաստատությունները ID բանկը եւ Կուրգինիները, որոնք մեզ տվեցին այդ հնարավորությունը շնորհակալություն ասելու, արժանի են մեծ շնորհակալության եւ երախտիկի։ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում 220 աշակերտ է սովորում, աջակցել կրթությունը որակյալ ու մատչելի դարձնելու համար։ Սա նաև ID բանկի սոցիալական ծրագրերի ուղղություններից մեկն է։ Մենք էլ նախաձեռնել ենք բազմաթիվ պրոյեկտներ, որտեղ փորձում ենք երիտասարդներին, դպրոցականներին, ուսանողներին աջակցել եւ հնարավորություն տալ ստանալ որակյալ կրթություն։ Smoke on the Water ստեղծագործությունը վերաթողարկվելու է եւ հասույթը կրկին թիվ 6 երաժշտական դպրոցին է փոխանցվելու, իսկ ID բանկը նվերներ էր պատրաստել դպրոցի բոլոր սաների համար։ Նվերների փաթեթում տեղ էր գտել նաեւ 1988-ի երկրաշարժին զոհված փոքրիկ բանաստեղծուհի Լիլիթ Սաքոյանի անուրջներ ժողովածուն, որի որոշակի խմբականակ ձեռք է բերել ID բանկը։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարաքյան, Հորիզոն։